Ժորջան, գիտեք ինչ եմ մտածում եմ, որ մարդիկ Հայաստանում ապրող իրոք հերոսներ են։ Այո, գոյատևել այս գնաճի եւ այս աշխատավարձների մեջ, դա իսկապես շատ մեծ հերոսություն է պահանջում։ Եվ կառավարությունը չի զսպում գնաճը։ Ասենք ում մտքով ինչ գին անցնում, առավոտ զարթնում է, այդ գինն էլ ապրանքի դնում է եւ որևէ զսպվածություն չկա, որևէ վերահսկողություն չկա, ում մտքով ինչ անցնում անում է։ Եվ կառավարությունը նաև չի բարձրացնում աշխատավարձները։ Հիմա ինչ անեն մարդիկ, հա, մի կողմից գնաճը ամեն ամսվա ռեժիմով մի քանի անգամ, մյուս կողմից աշխատավարձները արժեզրկվում են, էլ 100,000, 200,000 դրամ աշխատավարձով մարդ չի կարա Հայաստանում անգամ գոյատևել։ Կառավարություն կամ գները զսպեք, կամ աշխատավարձները բարձրացրեք։ Էլ թոշակառուների մասին առհասարակ չեմ ասում։ 36,000 դրամ պետքա 10 պաշտոնյաներին, ասես դե գնա ու մի ամիս ապրի։ Տենան ոնց են ապրելու։ Ժորջան, խնդրում գրեք մեկնաբանություններում, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, ու խնդրում եմ, որ դուք տարածեք այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում, մարդիկ գրեն մեկնաբանություններում, որպեսզի կառավարությունը տեսնի ու հետո չասի, որ մարդիկ երկու անգամ սկսել են ավելի լավ ապրել։ Բաժանորդագրվեք իմեջին։